Ռոբերտ Քոչարյանը վստահ է, իր եւ Սամվել Կարապետյանի համագործակցությունը հեղափոխություն կդառնա։ Խորհրդարանական ընտրություններում հաջողություն չգրանցելուց հետո ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդները բանակցություններ են սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ կոալիցիա ձևավորելու օրակարգով։ Հիմա արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետության 2017 թվական խորհրդարանական ընտրություններ Հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակ։ Մոտ 9 ամիս անց հեղափոխություն, թավշյա, թե ոչ թավշյա, դա ասենց երկրորդ հարցն է, իշխանափոխություն։ Ռոբերտ Քոչյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել ոչ իր նախագահության ժամանակ, ոչ էլ հետո, հատկապես երբ խոսքը գնում է իր գործողությունների մասին կամ իր անձի մասին։ Հոխիկյանը դժվար է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանին հեղափոխական Նիկոլ Փաշինյանի դերում։ Քոչարյանը ոտքով ճանապարհ չի անցնի, չի էլ կարող, քանի որ ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի, ընդգծում է բանախոսը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հիշատակմանը, Հոխիկյանը նկատում է, այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ընտրվել էր ընտրակաշառքների սխեմայով։ Հեղափոխություն կլինի թե ոչ, իհարկե ոչ, որովհետև անգամ համեմատությունը 18 թվականի հետ այստեղ առհասարակ հարիր չէ։ 18 թվականին ընտրությունների զեղծարարությունների մասին, արդյունքների կեղծման մասին հիշում եմ, դուք եք հիշում, վստահ եմ շատերն են հիշում, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը առհասարակ ուներ այդ անարդարության զգացումը, որ իր քվեն գողացվել է։ Այսօր մենք դրա ականատեսը չենք լինում, որովհետեւ եթե այդպես լիներ, ապա ինչպես Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց իր վերջերս իր ելույթներից մեկի ընթացքում, ապա հրապարակները առնվազն լիքը պիտի լինեին մարդկանցով, ում քվեն գողացել են։ Հոխիկյանի խոսքով ընդդիմության վերջին քարոզարշավային հավաքները ապացուցել են, նրանց չի հաջողվում մարդկանց ուշադրությունը գրավել, դուրս հանել փողոց։ Քվեների մի հատվածը, պարզ չէ թե դեռ ինչքան է, այնուամենայնիվ այս ուժերին հաջողվել է ստանալ ընտրակաշառքների միջոցով։ Բազում քրեական գործեր կան հարուցված, դեռ շարունակվում են տարատեսակ քրեական գործեր, նույն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվել, վերջինը այսօր հրապարակվել, եթե չեմ սխալվում, այնպես որ մի բան է, երբ քեզ գումար են տալիս, դու գնում ես ընտրում ես X քաղաքական ուժին, բայց ես չեմ կարծում, որ այդ գումարի մեջ մտնում է նաև հեղափոխության մասնակից դառնալ, այսինքն այդ գումարը չի ապահովելու նրանց այն մասսայական ներկայացվածությունը, որ ըստ իրենք ունեցել են ընտրությունների արդյունքներով։ Մոտավորապես հաշվեք, այդ 70%-ը 550,000-ի մեջ ինչքանն է անում։ Այդքան մարդիկ ուղղակի կաշառքով ձայն են տվել ըստ Նիկոլ Փաշինյանի։ Փորձագետը պատահական չի համարում նաև Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրար հաջորդող հարցազրույցները։ Դրանք երկուսն էլ ձայնագրվել են, մոնտաժվել, հետո տեղադրվել համացանցում։ Բացի կողմնակիցներից նաև պատվիրատուներին պիտի ցույց տան, առնվազն գոնե իմիտացիայով պիտի զբաղվեն, որ նրանք ինչ-որ բան են փորձում անել կամ նրանք առհասարակ փորձում են հետընտրական ինչ-որ պրոցեսներ գեներացնել։ Եթե գոնե հարցազրույցները, որոնք երբևէ չենք տեսել, որ ուղիղ եթերի ֆորմատով լինի, հիմա պետք է հետընտրական ինչ-որ պրոցեսների առնվազն գոնե տեսանելիություն ստեղծեն, քանզի արտաքին այն ուժերը, որոնց ուղղորդմամբ նրանք այս պահի դրությամբ գործում են, խոսքը իհարկե Ռուսաստանի Դաշնության մասին է, որը ողջ ժամանակահատվածում ընտրությունների նախորդած ընտրարշավին եւ անգամ ընտրարշավից առաջ իր աջակցությունն է հայտնել ռուսական պրոքսի քաղաքական ուժերին, պիտի շարժվեն այն թելադրանքով, որ նրանք Մոսկվայից ստանում են։ Պարտադրված է նաև Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը, նկատում է Հոխիկյանը։ Անշուշտ պարտադրված է, ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչյանը իր կամքով ինչ-որ մեկի հետ կգնար համագործակցության։ Ես ոչ իր կառավարման ժամանակ եմ հիշում, որ նա որևիցե մեկի հետ համագործակցեր իբրև հավասարի հետ, ոչ էլ հետո ենք դա տեսել, որովհետև նույն նախորդ ընտրությունների ժամանակ անգամ ես չեմ հիշում, որ նա առհասարակ իրեն հավասար ինչ-որ բանի վրա դներ, հարթության վրա դներ նույն դաշնակների կամ մյուս իր գործընկերների հետ։ Կոմունիկացիայի բանը կա, հնարավորությունը այսօր կա, հանդիպման կարիք լինի, ուրեմն կհանդիպենք։ Այստեղ որևէ արգելք ես չեմ տեսնում, բայց նախընտրական այն ժամանակահատվածում, երբ որ փորձում էին բոլորին ներկայացնել որպես sense մեկ միավոր, երևի նաև այդ sense չամրապնդելու համար այդ քարոզչական թեզը, այդ հանդիպումների բանը չկար։
Այստեղ հարց է առաջանում, ով կղեկավարի միասնական ընդդիմությանը։ Ես չեմ պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը պետք է ենթարկվի Նարեկ Կարապետյանին։ Առավել քան պարզ էր, որ հենց այս սցենարով էլ նրանք առաջնորդվելու են։ Այստեղ միակ լիդերը, ինչպես իրենք են պատկերացնում, կամ առաջնորդը այս բոլոր երեք կուսակցությունների մեջ պետք է Ռոբերտ Քոչարյանը լիներ։ Այս իրավիճակում ինչպես իրենց կպահեն այն ուժերը, որոնք նախընտրական շրջանում խուսափում էին ցույց տալ, որ իրենց միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Մենք նույնիսկ միջև ընտրական գործընթացը մենք համարում ենք, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր համագործակցել։ Եվ ուղղակի հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով։ Որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում։ Փորձագետը կարծում է, որ հիմա այդ ուժերը բացահայտ աջակցություն ցույց կտան թե Սամվել Կարապետյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, սակայն դա էլ որևէ արդյունք չի տա, քանի որ պայքարը չսկսված կավարտվի։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։